ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցն Ադրբեջան այդ երկրի համար առաջին հերթին նշանավորվել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրմամբ։ Ալիևը մեծ պատիվ է համարել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը լինելն ու շնորհակալություն հայտնել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի հանդեպ իր բնորոշմամբ շատ դրական վերաբերմունքի համար։ Վենսն իր հերթին քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, Ադրբեջանի հանդեպ անհեռատես վերաբերմունքի համար ու նույնիսկ կատակել, Ալիևին համեմատելով Թրամփի հետ, թե նրանք աշխարհի միակ առաջնորդներն են, որոնք լավ հարաբերություններ են պահպանում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ։ ԱՄՆ-ն կխորացնի համագործակցությունն Ադրբեջանի հետ պաշտպանության և էներգետիկ անվտանգության ոլորտներում, ասել է Վենսը, տեղեկացնելով, որ մտադիր են Ադրբեջանին նոր մոտորանավակներ մատակարարել, երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Վենս-Ալիև հանդիպման օրակարգի առանցքում Թրամփի ուղին էր։ Ես առաջիններից մեկն եմ, որ թռչել է Թրամփի ուղու վրայով։ Մենք բարեկեցություն կստեղծենք այնտեղ, որտեղ նախկինում եղել է հակամարտություն, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Ալիևն իր հերթին կարևորել է Թրամփի ուղին, քանի որ այն ըստ Ալիևի ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլև կլինի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով Ասիան Եվրոպային կապող հուսալի միջանցք։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահի խոսնակը հայտնել է, որ Վենսը Բաքվում քննարկել է հայ գերիների, ինչպես Վենսի խոսնակն է ձևակերպել, բանտարկյալների ազատ արձակման հարցը, առանց մանրամասնելու, թե ինչպես է այդ հարցին արձագանքել Ադրբեջանը։ Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նաև Բաքվի օդանավակայանում Վենսի ու իր տիկնոջ այս ջերմ լուսանկարով, որը միջազգային մամուլը անվանել է «Օրվա լուսանկար»։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։